Վերջը սարքեցին երկար ու ձիգ ամիսներից հետո։ Միջև Մեսրոպ Մեսրոպյանի հանձնաժողովը չխառնվավ, էսի չլուծվեց։ Թեպետ Վիոլա ջուրը ստե մեղ չունի, Արաբկիրի նախկին թաղապետերից մեկի գլխի տակ է թաղված շանգլուխը։ Խղճ Վիոլային էինք մեղադրում, բայց Վիոլան ստե մեղ չուներ։ Լրիվ ջուրը ցամաքեց։ Հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովի նախագահն 3 անգամ եկել է Մեսրոպ Մեսրոպյան։ Վերջը սարքին էլի։ Հոկտեմբերի 23-ն է։ Այս հատվածում ամիսներ շարունակ խմելու ջրի խողովակի վնասման պատճառով խմելու ջուրը հոսում էր ու այն հասնում անգամ մինչև Հրազդանի կիրճ։ Խնդրի մասին բազմաթիվ անգամ ֆոտոռեպորտաժ տեսանյութեր են հրապարակել, խնդրելով ու պահանջելով բնակիչների խնդրանքը, որ այս հատվածում վերջապես աշխատանքներ կատարեն եւ վթարված խմելու ջուրը, ջրի խողովակը սարքեն, որ ջուրը անխնա չկորի։ Այն ժամանակ տեղեկացրել ենք, որ պատասխանատուն Վիոլա ջուրն է, սակայն հետո պարզվեց, որ ոչ թե Վիոլա ջուրն է մեղավորը եղել, այլ Արաբկիրի նախկին թաղապետերից մեկը, ում ուղեղով անցել է, քարեշինության թույլտվություն է տվել հսկայական խմելու ջրի խողովակի վրա, կառուցեն ինչը արվել էր։ Մի քանի անգամ բարձրաձայնել ենք, խնդրել ենք, սակայն սայլը տեղից չէր շարժվում, մինչև որ խնդրի մասին տեղեկացավ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը եւ հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանի ջանքերի շնորհիվ, ով հերթական անգամ կանգնեց բնակչի թիկունքին, հասավ նրան, որ այդ հատվածը սկսվեց Վիոլա ջրի կողմից հիմնովին վերանորոգվել, փոխվեց, հավանաբար ինձ այդպես են ասում, փոխվեց վթարված ջրի խողովակը ու հիմա տեսնում եք, ջուրը այլևս չի հոսում, խմելու ջուրը չի կորում։ Իսկ այն ժամանակ, երբ խմելու ջուրը սկսել է կորել, Վիոլա ջուրը մի քանի անգամ փորձել է վերանորոգել, շինության տերը արգելել է Վիոլա ջրին, ասելով, թե իմ տարածքում դուք իրավունք չունեք աշխատանքներ կատարեք։ Եվ միայն Մեսրոպ Մեսրոպյանի աշխատակազմի շնորհիվ, միջամտության շնորհիվ խնդիրը կարգավորեց։ Հիմա ջրի հետ կապված նաև առաջացել էին փոսեր, այս փոսերը լցված են հողով, ավազով, դա էլ երևի գոնե Արաբկիրի թաղապետարանը բարիկամ դրսևորի այս փոսերը լցեն, որովհետև այս անձրևները որ եկավ, այս ամբողջ վերջ սարքին, այս
ամբողջ փոսերը նորից բացվելու են, իսկ այդ ընթացքում ավտոմեքենաները, որ ընկնում են փոսը եւ կոտրվում են անվահեծանները։ Մալխասյան փողոցն է, որը մի 2 տարի այդում էր, չէ, արդեն պրծավ, դեմն առավ, Մեսրոպյանը դեմն առավ, հա, բալիս, Բալիս, այդտենց խցանումներ էր առաջամ այդ ջրի պատճառով։ Դժվար է ջոգես։